Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Он черный, он горячий, он настоящий, он любимый. Любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, այսօրվա հաղորդումը կհետաքրքրի հատկապես այն մարդկանց, ովքեր վարում են առողջ ապրելակերպ եւ նախընտրում են սնվել առողջ, քանի որ մեզ համար սիրով համաձայնել է պատրաստել մարզիչ Վլադ Խարատյանը։ Տեսնենք, թե ինչ է նա պատրաստելու այսօր մեզ համար եւ ինչպիսի զրույց է ծավալվելու։ Բարի լույս Վլադ։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, կարծած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շնորհակալություն, սոված եք այսինքն եկել։ Պատկերացրեք, այո, այդպիսի զգացողություններ երբեմն ունենում ենք։ Շատ լավ, ես ձեզ կնիհարացնեմ այսօր։ Տեսնենք, մենք հենց այդ ակնկալիքով էլ եկել ենք ձեզ մոտ, բայց մինչ այդ պատմեք, թե ինչպես է սկսվում մարզչի առավոտը, արդեն հասցրել եք 5 կիլոմետր վազել, 100 կքանիստ կատարել, թե այդպիսի բաներ չեն անում մարզիչները, այլ պահանջում են, որ անի իրենց այցելը։ Չէ, մենք երեկոյան ենք արդեն մարզումներ անցկացնում, մենք անձամբ մարզում, երբ որ բոլոր հաճախորդների հետ արդեն վերջացնում ենք, բայց սննդակարգին սկսում ենք հետևել առավոտյան ժամից, արդեն դետոքսներ, ճիշտ սննդակարգ, ածխաջրեր, սպիտակ մածեր, ամբողջությամբ սկսում ենք հաշվել։ Վլադ, երբանից եք զբաղվում այս ամենով։ Այո, արդեն 15 տարի է մարզչական գործ, դրանից առաջ ձյուդո, էլի տարբեր սպորտաձևեր, արդեն 20 տարի սպորտի մեջ եմ։ Մարզիկ եք եղել, այսինքն մասնագիտությունը հենց մարզիկի։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, աշխատել եմ տարբեր աշխատանքներ եմ կատարել, խոհարար, բանվոր, մաքրող, շատ աշխատանքներ եմ կատարել, հետո հասկացա, որ սա է իմը, այսպես։ Նույնիսկ խոհարար։ Հուսամ այսօր ականատեսը կլինենք, թե ինչեր են մնացել ձեր հիշողության մեջ խոհարարության տարիներից։ Դուք ոնց որ սոված եք եկել, հա? Տրամադրած։ Չեք հավատա, բայց հաղորդումը հենց այդպես էլ կոչվում է, քաղցած չէին սպասում։ Բայց դուք գիտեք որտեղ եք եկել։ Այո, ուզում եք ասեմ նույնիսկ հասցեն։ Չէ, ասեմ, ինչ որտեղ մարդիկ նիհարում են, այսինքն այսօր ձեզ սոված ենք պահելու։ Չէ, այսօր համով բաներ ենք սարքելու, բայց դիետիկ, նորմալ։ Բայց ես հետևել եմ ձեր էջին եւ դուք բազմիցս խոսում եք նրա մասին, որ հնարավոր է քաղցած չմնալ, բայց նիհարել։ Այո, մենք այսօր ուտելու ենք ու նիհարենք։ Շատ բարի։ Ինչպիսին է հիմա մարդկանց վերաբերմունքը սպորտաձևին, այն սպորտաձևին, որը որ դուք եք ներկայացնում։ Գալիս են ուղակի նրա համար, որպեսզի սթորիներ անեն, չեքին լինեն եւ դրանից բխող այլ հետևանքներ, թե իրոք ուզում են մարզվել, ունենալ գեղեցիկ կազմվածք եւ շատ արագ ամենակարևորը հասնել արդյունքի։ Մեծ մոտ հիմնականում արդյունքի համար են գալիս, ովքեր ուզում են նիհարեն կամ քաշ բարձրացնեն կարճ ժամանակում, մենք հենց մասնագիտացած ենք արդյունք տալու հետ կապված, բայց կան նաև մարդիկ, որ գալիս են ստրեսից դուրս գան, առօրյա խնդիրների, շփումների համար շփվել, նոր ծանոթություններ, այսինքն տարբեր մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն։ Վլադ, իսկ ձեր մարզիչը ով է։ Իմ մարզիչը եղել է իմ քեռիս, Հովհաննես Հավաքյան, այս պայն նույնպես ինքը մարզչական գործունեություն է ծավալում, այնպես որ ես լավ ձեռքերում եմ սկսել այս ոլորտը, ինձ գիտելիքը տվել են, ես սովորել եմ, իմ ծնողները բժիշկներ են, այնպես որ հենց դա է խնդիրը, որ մենք կարողանում ենք ամենաբարձր արդյունքներ ապահովենք այսօր քաղաքում։ Հենց բժիշկները ասում են, որ արագ նիհարեցումները բերում են վատ հետևանքների,
Իսկ դուք կիսում եք այդ կարծիքը եւ ձեր ծնողները կիսում են այդ կարծիքը, թե ոչ։ Ասեմ, որ սորական բժշկությունն ու սպորտային բժշկությունը տարբեր է։ Բժիշկների մի մասը ուղղակի մարզասրահ չի հաճախում, դրա համար հին մտածելակերպի, այսպես ասեմ, գրքային մտածելակերպի, բայց եթե մարդը գալիս է, ասենք 2 ժամ պարապում է, ավել հեղուկ ունի օրգանիզմում ու մի օրվա մեջ 6 կիլոգրամ ջուր է կորցնում, այսինքն այդ ավել հեղուկ օրգանիզմն այնքան ծանրաբեռնվածություն է, որ նույնիսկ կարող ինֆարկտի պատճառ դառնա, այնպես որ խելացի բժիշկները, կարդացած բժիշկները գիտեն, որ օրգանիզմը նիհարում է այնքան, ինչքան օրգանիզմը մեզ թույլ է տալիս։ Նաև սնունդ եք առաջարկում մարդկանց, այսինքն այնպիսի սնունդ, որը օգտակար է կամ նիհարեցնող է, նույնիսկ կարող է ինչ-որ մի բան սխալ եմ ասում, խնդրում եմ ուղղեք, եթե կա սխալ։ Դա ով է ձեզ համար նախատեսում վաճառք որպես իրականացնել, այսինքն կան սննդաբաններ, ովքեր դա իրականացնում են, թե դա ձեր հարուստ փորձի արդյունքում է։ Ասեմ, որ այսպես եղավ, սկսեցի սպորտով նիհարացնել, ես ինքս նիհարեցի մի ամսում 20 կիլոգրամ, մրցումների համար դարձա Հայաստանի չեմպիոն, այնուհետև փորձեցի իմ փորձը փոխանակեմ նաև այլ մարդկանց, բայց առանց սննդակարգի անհնար է նիհարելու պրոցեսը կարգավորել, դրա համար որոշեցինք, որ քանի որ մարդիկ ժամանակի խնդիր ունենք, մենք մեր սնունդը պատրաստենք, ուղարկենք իրենց։ Այնուհետև միտք առաջացավ դետոքս ջութերի միջոցով, բեռնաթափումների միջոցով մարդկանց օգնել, քանի որ ասեցի ծնողներս բժիշկներ են, մայրս սննդաբան, այդ հարցով իրանք են օգնում, կալորիաները միասին են քաշվում, խոհարարը պատրաստում է եւ մարդիկ նիհարում են։ Նշեցիք նաև չեմպիոնության մասին, կասեք թե ինչ չեմպիոնության մասին է խոսքը։ Սկզբում ձյուդոյի չեմպիոն եմ եղել, այնուհետև պլյաժնի բոդիբիլդինգ տենց է կոչվում, Հայաստանի չեմպիոն դարձա, մարզասրահները ցանկացան, որ իմ հետ աշխատեն, հետո մի փոքր տենց հայտնիություն եկավ, աշխատում էի 3 տեղ, 3 մարզասրահում, Հայաստանի ամենահայտնի մարզասրահներում, հետո դարձա ավագ մարզիչ, հետո այնքան շատացավ կլիենտուրան, այնքան են ուզում ինձ մոտ մարզվեին, որ ստիպված ես իմ մարզասրահը ուղղակի բացեցի։ Իսկ այդ հարցում ինձ օգնեց ուսանողական տարիներին, երբ որ իրավաբանության ոլորտում էի սովորում ենք հոգեբանություն, ասում են ինչի՞ սա պետք է մասնագիտությունը, ինչի սովորեմ, բայց եկեք տեսեք, որ պետք եկավ հաճախորդի հոգեբանությունը հասկանալ եւ իր խնդիրը ուղղակի լուծել։ Նշեցիք, որ իրավաբանությամբ եք զբաղվել, բայց շատ տարբեր են։ Լավ, ձյուդոն կարելի է համատեղել, հասկանում եմ երեխա տարիքից եկել է, ուղեկցել է ձեզ, բայց իրավաբան որոշեցիք դառնալ ու հիմա որպես մարզիչ եք հանդես գալիս։ Ինչը չբավարարեց ձեզ իրավաբանության մեջ եւ անցումը ինչպես տեղի ունեցավ։ Պետքա ոստիկան դառնայի սկզբում, ակադեմիա պետքա ընդունվեի, պատրաստվում էի, այն ժամանակ շատ մոդա էր ակադեմիան, տղաները պետքա ակադեմիան ավարտեին, մոդա էր ինքը։ Հետո որ թվերի մասին է, որ մոդա է, մենք տարեկիցներ ենք իրար, ես չեմ հիշում, որ մենք ուզում ենք ոստիկան։ Չէ, այն ժամանակ տենց դառնալ դատախազ եւ այլն, ասենց իմ մոտ միշտ կար, ես փոքր էի եւ ունենք ծանոթ դատախազ, ես տեսնում եմ ինքս ինձ ախրանայով էր գնում գալիս, իմ մոտ ինձ տպավորվեց, որ ես ուզում եմ նույնպես այդպես, արդեն 4-5 տարեկանում ես նայում եմ, հետո պետքա ակադեմիան ավարտել ոստիկանությամբ, նենց ստացվեց, որ ակադեմիան այդ տարի 2 ամիս պետքա առաջ քննությունները հանձնեինք, այդ տարի փակվեց, փոփոխություններ տեղի ունեցավ, դարավ ավելի շատ իրավաբանությամբ, փոխվեց իրավաբանություն եւ ես ստիպված իմ գործեր արդեն փոխեցի իրավաբանական ֆակուլտետ, ընդունվեցի հեռակա, սկսեցի արդեն աշխատել, տարբեր աշխատանքներ կատարել, մատուցող, խոհարար, բանվոր եւ այլն, որովհետեւ սպորտի համար ես պետքա ճիշտ սնվեի։ Իսկ ես չէի ուզում գումար խնդրեի իմ ծնողներից, որովհետեւ ես պետքա սպիտակուցներ ուտեի, ածխաջեր, նո դա արդեն զամբյուղը մոտավորապես օրական մի 5000 դրամի մինիմում պետքա ես սնունդ օգտագործեի, ու ստիպված սկսեցի աշխատել, հետո հասկացա, որ ես կարող իմ մասնագիտությամբ ավելի շատ առաջ չեմ գնա, քան իմ սիրած զբաղմունքով, դա արդեն սպորտն էր, արդեն Հայաստանի չեմպիոն էի, արդեն զուգահեռ աշխատում էի ու հասկացա, որ իրավաբանությունը այս պահին իմը չի ու կյանքը այնպես տարավ, որ ես իրավաբան դարձա, բայց երբեք չաշխատեցի իմ մասնագիտությամբ։ Չեք ափսոսում այդ ամենի համար։ Չէ, ինձ թվում է կյանքը ունի ուղի մեր համար, եւ մենք շարժվում ենք հենց կյանքի ուղով, եթե կյանքը նախատեսել է, որ ես այդ ուղով եմ գնալու, ինձ թվում է ուրիշ բան մենք անելիք չունենք։
Ձեր գործունեության մասին այսօր դեռ բնականաբար շատ ենք խոսելու, բայց այս պահի մասին խոսենք։ Ինչպես հասկացաք, մենք քաղցած ենք։ Ինչ եք մեզ համար պատրաստելու եւ ինչպես եք մեզ նիհարեցնելու։ Ես ձեր համար պատրաստելու եմ դիետիկ աղցան եւ նաեւ այն քաղաքում հայտնի դետոքսներից, որ օգնում են 3 օրում 3-ից 5 կիլոգրամ մարդկանց նիհարել, փորձել ենք տեսնենք դուք էլ համոզվեք դա կաշխատի թե չէ, բայց ես համոզված եմ, որ կաշխատի։ Դե կարծում եմ գնումներ ունենք կատարելու։ Անպայման։ Ճիշտ կլինի հիմա գնանք գնումներ կատարենք եւ գանք համտեսենք։ Մենք գտնվում ենք ձեր ավտոկայանատեղիում եւ պարզ է դառնում, որ գնալու ենք ձեր մեքենայով, բայց մինչ այդ սա նորակառույց շենք է, հետեւաբար ձեր մանկության եւ պատանեկության տարիները այստեղ չեն անցել։ Խնդրում եմ կպատմեք, որտեղից են գալիս արմատները եւ այդ կյանքի այդ փուլը, որ հատվածում է անցել Հայաստանի։ Ծնունդով Իջևանից եմ, մայրս Երևանից, հայրս Իջևանից, տենց սիրահարվում են, գնում Իջևան ապրելու, հետո որոշում են, որ չէ, պետք է տեղափոխվեն Երևան։ 4 դասայից արդեն ապրում ենք Երևանում։ Ինձ թվում է Երևանը լավ էր տեղափոխման համար, որովհետև այստեղ կա զարգացում ու ավելի ակտիվ կյանք։ Հեշտ եղավ ձեզ համար տեղափոխությունը Իջևանից Երևան։ Սկզբնական շրջանում միգուցե չէ, բայց հետո հասկանալի է, որ դա ճիշտ որոշում էր ուղղակի։ Ես կխնդրեմ ուշադրություն դարձնենք մեքենայի համարներին 01 VQ101։ Սա վարձով մեքենա է, այսօր եմ վերցել ուղղակի դրա համար։ Շատ շնորհակալություն այս զոհողությանը գնալու համար, Վլադ։ Հա, որ ոտով չգնայինք ուղղակի խանութ, դրա համար մենք մեքենա ունենք, կարող ենք ձեզ տանել, որևէ խնդիր չկա, բայց խնդրեմ նստեք վարձով մեքենայի ղեկին, գնանք գնումներ կատարելու։ Վլադ, շատ ու շատ բնակիչներ, կենտրոնի բնակիչների մասին է խոսքը, հիմա փորձում են տեղափոխվել քաղաքի արվարձաններ, նույնիսկ դուրս են գալիս Երևան քաղաքից։ Դուք բնակվում եք կենտրոնի ամենաբանուկ հատվածներից մեկում, ինչով է դա պայմանավորված։ Ես սիրում եմ քայլեմ կենտրոնում, օրվա մեջ մինիմում 1 ժամ, այնպես որ դա ինձ ոնց որ հանգստություն է տալիս աշխատանքից հետո ուղղակի հանգստանալ, ինձ թվում է ես չէի կարա։ Հնարավոր է մի 10-20 տարի հետո, բայց այս պահին կենտրոնը ինձ համար ավելի հարազատ է։ Իսկ հիմա ձեր ծննդավայրի հետ կապը պահպանում եք, թե ոչ այնքան շատ։ Անպայման, տատիկս այնտեղ է ապրում, հայրս ամեն շաբաթ պետք է գնա։ Ես ավելի քիչ եմ գնում աշխատանքի բերումով, բայց եթե ուզում եմ ուտեմ խոզիմից, պարտադիր պետք է ուտեմ Իջևանում ու Իջևանի խոզիմից։ Կաղին կերած խոզիմից, ինչպես ասում են։ Եթե խոզիմից, այդ դեպքում Իջևանի խոզիմից։ Այսօր մեզ կհյուրասիրեք Իջևանյան խոզիմից։ Անպայման։ Հենց Իջևանի, հենց կաղին կերած։ Իջևանից երեք ենք բերել խոզը, մորթեցինք, սպասում ենք ձեզ հիմա։ Լավ, շատ բարի։ Հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնար։ Ինչ բարդ հարց տվեցիք։ Ինչը կփոխեինք մարդկանց կյանքում, մտածելակերպ։ Մտածելակերպ։ Ամեն մարդ ուժում է իր մտածելակերպից, իր մտքերից։ Մեր կյանքում էլ մեր ստրեսը առօրյա ստրեսը մեր մտածելակերպից է։ Այնպես որ խորհուրդ կտամ ավելի թեթև վերաբերվել ամեն ինչին, ավելի եվրոպական մտածելակերպով, որովհետև այդպես ավելի հեշտ ես ապրում ու ուշ ես ծերանում։ Ինչ ասել է եվրոպական մտածելակերպ, մի փոքր կմանրամասնեք։ Շատ չծանրաբեռնել քեզ խնդիրներով, թեթև վերաբերվել ամեն ինչին, հասկանալ, որ կյանքում շատ բան մենք չենք կարա փոխենք, դա ի վերուստ արդեն մեզ տրված է, դժվարություններից սկսած, հաճելի պահերից վերջացրած, ուղղակի վայելել այսօրվա պահը, չմտածել շատ դեպքերում վաղվա մասին, որովհետև կյանքը արդեն նախապես պլանավորած է մեզ համար, թե վաղը ինչ պետք է լինի։ Այսինքն դուք ձեր վաղվա օրը գլոբալ առումով եմ հարցնում իհարկե, վաղվա օրը փորձում եք շատ չծրագրել։ Ես ընդհանուր ունեմ ապագայի հետ կապված իմ տեսլականը, բայց դա մինչև 30 տարեկանից հետո հասկացա, որ շատ դեպքերում ինչ մենք ենք ուզում մեր կյանքում չի ստացվում, որովհետև դա մեզ տրված չի, ու այս պահին ես փորձում եմ այս պահով ապրեմ, վայելեմ այս պահը, այս օրը, որովհետև վաղը ես չգիտեմ այն պլանը, որ ես ունեմ իմ կյանքի հետ կապված, դա կիրականանա, դա ի վերուստ ինձ տրված է, թե ոչ։
Շատ բարի, հասկանալի է ձեր դիրքորոշումը, շնորհակալություն Վլադ հետաքրքիր պատասխանի համար։ Հուսամ, որ այն մարդիկ, ովքեր որ ձեզ հետ անցկացնում են իրենց օրվա որոշակի հատվածը, նաև այդպես կմտածեն, ձեզ շատ նյարդայնանալու առիթներ չեն տա, որովհետև վստահ եմ, որ նրանց տրամադրությունը նաև փոխանցվում է ձեզ եւ թեթև նայելը կարծում եմ այդ ամենի հետ կապ ուներ, չէ՞։ Այո, անպայման։ Դե ձեզ մաղթում եմ առանց նյարդերի աշխատանքային օրեր։ Ծանր մարդկանց չեմ սիրում։ Շատ բարի։ Մենք թեթև ենք։ Այո, շատ։ Շնորհակալություն։ Վլադ, մենք հասանք խանութին։ Այո։ Շատ հետաքրքիր փաստ, այն գտնում է անմիջապես ձեր մարզասրահի դիմաց։ Այո, բոլորը այստեղ են նիհարում ու քաշ հավաքում Վլադ ֆիթնեսում, բայց էս էլ է վարձով, նկար։ Դե այդքան շատ պետք չէ նեղ սրտել, որ վարձով է, ես վստահ եմ, որ կգա մի օր, որ դուք կունենաք։ համար է, այս շորերսեր եմ դրա համար վերցրել վարձը։ Շատ հրաշալի որոշումներ եք կայացրել, բայց սա արդեն բավականին երկար ժամանակ է, որ գործում է, վստահ եմ սա այսօրվա համար չէր հատուկ վարձակալած։ Գնանք ներս հասկանանք ինչ է մեզ անհրաժեշտ գնել ու վերջապես խնդրում եմ հնչեցրեք այն մթերքի ցանկը, որը անհրաժեշտ է մեզ։ Ավոկադո մեզ պետք, չլավ ավոկադոները։ Կիտրոն, Այո։ դե վերցնենք։ Իսկ ձեզ զամբյուղ, տոպրակ որևէ բան հարկավոր չէ։ Սենց եմ միշտ վերցնում։ Ես ձեզ կարող եմ օգնել։ Մի բանի համար մտնում, հետո սենց գնում։ Տոպրակ կտամ։ Այ հատ-հատա։ Այո, յուրաքանչյուրը հատով է այդտեղ նշված է։ Անում հիմնականում։ Իսկ ով է ձեզ համար գնումներ կատարում։ Մենք նկատեցինք, որ դուք միայնակ եք։ Միայնակ։ Այո։ Ճիշտ եք նկատել։ Համենայն դեպս այդ պահին միայնակ էիք, թե իրականում ինչպիսին է ճշմարտությունը չեմ կարող ասել։ Ես հիմնական սնունդ չեմ պատրաստում, խոհարարներն են պատրաստում։ Այնպես դրա համար ես ոչ գներ գիտեմ, ոչ էլ։ Թանկ չի, չէ։ Բացարձակ։ Էլի ինչ է անհրաժեշտ։ Ինչ է անհրաժեշտ։ Չերի լոլիկ, հա։ Չերի լոլիկ, այս սա է։ Այդա արդեն կիլոգրամով է, պետք է կշռեք։ Պետք է կշռենք։ Հետո առնելու ենք սոխ, ֆետա պանիր, նուշ, կիտրոնի հյութ, զեյթունի ձեթ։ Հեսա գնանք զեյթունի ձեթը, աղբեղ, հալ, ինչքան։ Գնանք ձեզ սպասենք այլ բաժնում։ Գնացինք։ Մեզ պետք է նաև բալզամիկ քացախ։ Վերջ։ Դե ուրեմն կսպասենք ձեզ արդեն դրամարկղի մոտ։ Վլադ, պարզվեց, որ բանջարեղենի համար պետք է առանձին վճարել, իսկ հիմնական գնումների համար առանձին։ Մենք դա չգիտեինք, բայց քանի որ մենք առաջարկում ենք հաղորդման շրջանակներում վճարել ձեր փոխարեն, մեր առաջարկը շարունակելու է գործել նաև արդեն ձեր վճարածի համար։ Չէ, շնորհակալություն, ես սիրում եմ անձամբ վճարել։ Ես կարող եմ գումարը տալ ձեզ, դուք անձամբ վճարեք։ Չէ, առանձին կվերցնեմ։ Վարձով։ Տոկոսով։ 3400, այսինքն դուք ինձ կտաք 5000։ Չգիտեմ որքան եք ազմել, բայց առաջարկում եմ մենք վճարենք նույնիսկ սա։ Շնորհակալություն։ Հրաժարվում եք։ Հրաժարվում եմ։ Շնորհակալություն։ Վերջ, ավարտեցին գնումները։ Վերջ։ Շնորհակալություն, կհանդիպենք արդեն խոհանոցում։ Վլադ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մարանիկ ընկերության կարգախոսը։ Համի գաղտնիք, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Այո, շատ ճիշտ է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։
Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Անպայման կօգտագործենք։ Վլադ ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաև համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմիլատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ, անպայման կփորձեմ։ Վլադ, հասանք խոհանոցի հատված։ Այո։ Հաղորդումը կոչվում է «Քաղցած չէին սպասում»։ Այսօրվանից երևի թե կվերամանենք «Քաղցած հեռացան», որովհետև հասկանում եմ, թե ինչ եք պատրաստելու ու պարզ է դառնում, որ այդպես քաղցած են հեռանալու։ Մեզ անհրաժեշտ է ռուկոլա, չերի լոլիկ, ցիտրուսային մրգեր, նարինջ, թուրինջ, խնձոր, կիտրոն, լայմ, ավոկադո, ֆետա պանիր, կիտրոնի հյութ առանձին եւ բալզամիկ քացախ։ Ախորժակ չի բացում, հա։ Բացարձակ, նույնիսկ փակում է ախորժակը։ Եթե այսպես ենք նիհարելու, խնդրում եմ, թող ես մնամ նույն քաշին։ Մենք պայմանավորվել ենք նիհարել, չէ՞, դուք ինձ ասեք խորոված, բան, ես կսարքեի այստեղ խորոված, պատկերացնես։ Իհարկե, շատ կոլորիտային կստացվեր։ Հետաքրքիր է։ Ինչ ենք անելու այս ամենի հետ։ Խառնում ենք իրար ուտում ենք։ Ու վերջ։ Շատ հեշտ է, Ժորժ ջան, ով ուզում է նիհարի, էսա խառնում է իրա, ուտում է, ու 3 օրում 3 կիլո։ Լավ, հանուն 3 կիլոգրամի 3 օրվա մեջ արժի գնալ այդ զողողությունը, դե սկսեք, խնդրեմ։ Գնացինք, ինչ ենք անում, վերցնում ենք ափսեն։ Նայեք, բայց ինչ սիրուն ափսեն։ Շատ Իտալիայից եք բերել եւ այն դեռ բարի ջրերից կատկթում է ներքև։ Դեռ ոչ մեկ չի օգտագործել։ Գնացինք, ինչ ենք անում, շատ հեշտ, լվացած ռուկոլան, այսինքն սիրուն պետք է լինի, էլի։ Էսթետիկա։ Վերջ, պատրաստ է այն ուտեստը, որը Վլադը պատրաստում էր մեզ համար, շնորհակալություն, Վլադ շատ համեղ էր։ Հա։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են ձեզ մոտ, ես վստահ եմ։ Ինքավ ես չեմ կարող վերցնեմ։ Վերցրեք դրեք տեղում, ոչինչ կարծում եմ առանձնապես չի փոխվելու։ Չէ, հիմա Դավիթ, կադրը չեք նկարի, չէ։ Մենք երբեք չենք նկարում, մենք գալիս ենք իմիտացիա ենք անում, թե նկարում ենք եւ հեռանում ենք։ Շատ հումորովն եք, է։ Շնորհակալություն։ Վլադ, եթե բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն իմ բնավորությունից գալիս են ձեզ մոտ, ապա կարծում եմ պետք է որ ակնկալեն շատ շուտ արդյունք եւ չնկատելու դեպքում պետք է որ թևաթափ լինեն։ Կա այդպիսի ճշմարտություն։ Չնկատել չկա, եթե նկատի ունեմ 1-2 պարապմունք հետո, որովհետեւ ես մի քանի անգամ փորձեցի, բայց ինձ շատ կաշկանդում էր այդ փաստը, որ ես միանգամից արդյունք չէի տեսնում։ Իհարկե հասկանում եմ, որ դա հնարավոր չէ, բայց միևնույնն է, մտածում ես, որ քեզ մոտ պետք է ստացվի միանգամից հասնել արդյունքի, շոշափելի արդյունքի։ Կներես Վլադ։ Շոշափելի արդյունքը կախված է նաև հաճախորդի կամքի ուժից, նաև մասնագետից իհարկե, բայց քանի որ մենք ունենք տարիների փորձ, այդպիսի խնդիր չունենք, որ չկարողանանք օգնել հաճախորդին։ Խնդիրը նա է, թե մարդը ուզում է, թե չէ, ու եթե ուզում է, ստացվում է։ Այսինքն մեր գերխնդիրը նաև հոգեբանորեն օգնել մարդուն ազատվել իր ստրեսներից, հասկանալ թե ինչի է ուզում ու ինչ հաջողությունների գնով է անցել։ Սենց է ինչ է անում, ես ինչ որ տենց տեսել եմ, այսինքն գթարը սենց են անում։ Տեսնենք ստացվի մեզ մոտ։ Ինձ թվում է այո, եւ արդեն ստացվում է, կարծում եմ։ Սենց։ Հա, ճիշտ եմ անում, հա։ Այո։ Մի փոքր խոսենք նաև սննդային հավելումների մասին։ Օգնի անի։ Իհարկե չի ուզի։ Հա, սննդային հավելումներից գնացինք։ Շատ են օգտագործում սննդային հավելումներ, ասում են, որ դրանք վնասակար են առողջության համար, բայց նույն մարզասրահներում ազատ վաճառքի դրված է այդ ամենից։
Չէ, սննդային հավելումները լավ որակի, ոչ մի վնասակար ազդեցություն չունի։ Դուք դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եք։ Պատասխանատվությամբ, որտեղ մեր օրգանիզմին անհրաժեշտ է համապատասխան սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր եւ այդ ամեն ինչը հաճախակի մենք չենք կարողանում ուղղակի սննդի միջոցով ստանանք, այդ իսկ պատճառով գոյություն ունեն սննդային հավելումներ, որ օգնում են մեզ այդ հարցում։ Ինչպես յուրաքանչյուր սնունդ, կարծում եմ սննդային հավելումները նույնպես չարաշահելու դեպքում են, չէ՞, առաջացնում վատ հետևանքներ։ Իհարկե, ավելի լավ է սննդի միջոցով ամենայն դեպս ստանալ վիտամիններ, համապատասխան, բայց շատ դեպքերում մենք դա չենք կարողանում անել։ Այդ դեպքում կարող ենք օգտագործել վիտամինային կոմպլեքսներ, օրինակ, նիհարողները, չգիտեմ, պրեպարատներ, որ ավելի արագ են օգնում նիհարելու process-ում, բայց Ճարպայրիչների մասին է խոսքը։ Օրինակ L-կարնիտինի մասին։ L-կարնիտինի մասին, բայց հիմնական նիհարելու համար ամենակարևորը սպորտ, սնունդ եւ հոգեբանական կայունություն, որովհետեւ նիհարելը առաջին հերթին դա հոգեբանական process է, եթե մարդը հոգեբանորեն պատրաստ չի ստացվելու մասնագետի մոտ օգնել իրեն։ Շատ տարածված արտահայտություն կա, ասում են, ես շատ քիչ եմ ուտում, բայց միևնույնն է շարունակում եմ գիրանալ։ Դա ունի իր բացատրությունը։ Այո, այդ իսկ պատճառով չաղանում են, դա հենց ստրեսն է, դրա համար ես միշտ ասում եմ, եթե ուզում եք հետագայում չունենալ քաշի խնդիր, ավելի վաղ տարիքում զբաղվեք սպորտով, որպեսզի ստրեսից դուրս գաք։ Վլադ, ինչ եք անում։ Ես ավոկադոն մաքրեցի, քանի որ տախտակ ոնց որ չունեմ, դրա համար փորձենք լավ, նոր ափսը վերցնենք, այսպես։ Ինձ թվում է հետաքրքիր է ստացվելու, դուք շատ սոված եք։ Դա ոչինչ չի փոխում, ինձ թվում է, ցանկացած պատասխան։ Երեկվայից հաց չեք եղել։ Երեք չէ, առաջին օրվանից նույնիսկ։ Ով է ձեզ համար պատրաստում։ Դուք թե սնվում եք դրսում։ Հիմնականում ասեմ, որ քանի որ մենք ունենք դիետիկ սննդի ընկերություն, ամեն անգամ, երբ որ խոհարարը պատրաստում է, պարտադիր ես փորձում եմ, նոր ինքը ուղարկվում է հաճախորդներին, դա ամեն օր է լինում, արդեն քանի տարի է, այսինքն ես ամեն օր օգտագործում եմ դիետիկ սննդամթերք, 4-ից 5 անգամ, ինձ էլ են պայուսակ պատրաստում, ամեն օր իմ աշխատանքի վայրում է այդ պայուսակը, այնտեղ առավոտից երեկոյան սնունդը կա, դրա համար այդ հարցը ոնց որ լուծված է իմ։ Ես չեմ մտածում ինչ ուտեմ, բայց ժամանակ առ ժամանակ հոգնում ես իհարկե, ուզում ես դուրս գաս քաղաքում մի տեղ նստես, դու էլ ասենք ոչ առողջար սնունդ օգտագործես։ Եղել են դեպքեր, երբ արագ սննդի կետում նստած եք եղել եւ շատ ձեզ մոտեցել են ու ասել են վլադ, բայց դուք մեզ ասում եք, որ չի կարելի, իսկ դուք ինքներդ օգտագործում եք։ Այո, մարդկանց մտածումը, որ եթե դու կարոզում ես առողջ ապրելակերպ, դու ինքդ էլ շատ ժամանակ պետքա տենց սնվես, բայց ասեմ, որ եթե մարդը ուզում է նիհարելու համար է ճիշտ սնվում, իսկ ով քաշի խնդիր չունի, այսինքն սպորտով զբաղվում է, էներգիան ծախսում է, ինքը կարա, չգիտեմ, արագ սնունդել օգտագործի, նույնիսկ ամեն օր կարա օգտագործի։ Մենք անդադար խոսում ենք նիհարելու մասին, բայց չենք խոսում նաև գեղեցիկ մարմին ունենալու մասին։ Վերջին տարիներին շատ տղաներ նույնիսկ արդեն ցանկացան գեղեցիկ մարմին ունենալ, ոչ միայն կանայք, եւ խոսքս չի գնում պրոֆեսիոնալ մարզիկների մասին, այլ մարդիկ, ովքեր ուղղակի ուզում են իրենց մարմինը գեղեցկացնել։ Սպորտը զարգանում է, ճիշտ է, այն մասշտաբով չի զարգանում, ինչ ես կուզեի տեսնել Հայաստանում, որտեղ մեզ մոտ ամեն հարց լուծվում է ուտելիքի սեղանում, թե տխրության պահերը, թե ուրախության, հարսանիք, նույնիսկ թաղման արարողությունները, հա, մարդիկ գնում են հետո, այսինքն ստրեսից մարդիկ սկսում են ուտել։ Մեր ազգը շատ է սիրում ուտել, դրա համար մեզ մոտ մի փոքր բարդ է այդ առումով, որտեվ երեխաներ տեսնում են ծնողներին, ովքեր ունեն քաշի խնդիր, սննդային սահմանափակումներ չկա։ Օրինակ ես արտերկրի ժողովրդի մեջ միշտ որ գնում եմ հանգստանալու, տեսնում եմ որ մարդիկ եթե պատվիրում են ինչ-որ բան ռեստորանում, ամեն մեկը իր համար իր չափաբաժնով, ասենք սալատ, միս, ընդհանուր չեն պատվիրում։ Մեր հայերս գիտեք, ընդհանուր sense սեղան են գցում ու ամեն ինչից պետքա ուտենք, եթե չուտենք կնեղանանք։ Այսինքն այդ մենթալիտետը մինչև չփոխվի, ընդհանուր ազգը ավելի գեղեցիկ կազմվածք չի կարա ունենա։ Կամ պետքա զբաղվենք միշտ սպորտով։
Ճամփորդում եք որպես զբոսաշրջիկ, թե որպես նաև վերապատրաստումների համար։ Քանի որ այսպես ես զբաղվում եմ բիզնեսով ավելի շատ, այսինքն ավտոմատացնում եմ ամեն ինչ, այս պահին արդեն իմ մարզիչներն են օգնում մարդկանց նիհարել, ես զուտ ոնց որ կոնտրոլ եմ անում ամբողջ process-ը։ Հիմա ոնց որ փոխվել է, ավելի հետաքրքիր է, երբ որ տարբեր երկրներում նոր գաղափարներ ես տեսնում, բերում Հայաստան ու դա իրագործում ու ինձ թվում է դա ստացվում է։ Այնպես որ ավտոմատացման մասին մի փոքր ծավալվենք, խնդրում եմ, ինչ ասել է ավտոմատացնել նիհարելու ընթացքը։ Նա երբ որ դու ես ինքդ անում աշխատանքը, դու շատ հոգատար ես քո գործում, որովհետև դա քո սեփական աշխատանքն է։ Նույն ջանասիրությամբ իհարկե աշխատակիցները կարող են չաշխատել, բայց քանի որ իմ գերխնդիրը մարդկանց օգնելն է, այսինքն ես կնիհարացնեմ, թե իմ մարզիչը, իմ գերխնդիրն է, որ հաճախորդը ունենա արդյունք։ Հետևաբար ամեն ինչ ավտոմատացվում է, որ աշխատակիցը վատ աշխատելու տարբերակ չունենա, նույն բժիշկը, նույն մարզիչը, նույն հոգեբանը, այսինքն ովքեր աշխատում են մեր թիմում, բոլորը մոտիվացված լինեն ու բոլորը այլ տարբերակ չունենան ուղղակի։ Ինչպես եք ավտոմատացնում, դա եմ ուզում հասկանալ։ Մեխանիզմներ եմ մշակել, դա հենց դրսից եմ նաև բերել, հատուկ ծրագրեր, մեխանիզմներ, որոնք հսկում են աշխատակցի աշխատունակությունը, օրինակ զանգեր, հա։ Զանգերը չպատասխանվեց կամ նամակը չպատասխանվեց 10 րոպեից ավել, ծրագիրը միանգամից հիշում է եւ ուղարկում է ինձ, որ աշխատակիցը լավ չի աշխատում կամ առանձին մարդիկ կան, որ զբաղվում են հսկողությամբ կամերաների, որ ընդունարանում օրինակ աշխատակիցները լավ սպասարկեն։ Այս կփորձում ենք սպասարկումը լավացնենք, որ հաճախորդները միշտ գոհ մնան։ Նայեք, այստեղ ֆետա պանիր ենք դրել, մարդիկ կասեն, որ բա ինչ պանիր է, ֆետա պանիր է։ Ցածր յուղայնությամբ կարող են օգտագործել մարդիկ նիհարելու համար։ Դուք խիստ ղեկավար եք եւ խիստ մարզիչ եք արդյոք։ Նայեք, ես իմ աշխատանքը սիրում եմ կատարել իդեալական, ես որ ոլորտում աշխատել եմ, չեմ սիրել, որ ինձ ասեն, սա ճիշտ է, սա անում, սա սխալ, ես միշտ ճիշտ եմ արել, որովհետեւ դա իմ տեսակն է։ Ասում են հիմնականում ովքեր ձևաներ են, հա, պույսի ամսում են ծնվել, իրանք միշտ իդեալիստ են լինում։ Իդեալիստ լինելը ինձ օգնել է բիզնեսում, որովհետև դու միշտ ցանկանում ես լավ սպասարկում տաս ու հաճախորդները գոհ են մնում։ Բայց ամեն դեպքում որպես մարզիչ խիստ եք խստապահանջ եք եւ որպես ղեկավար ձեր աշխատակիցների հանդեպ խստապահանջությունը շատ է։ Ամեն դեպքում աշխատում են մարդիկ եւ մարդկային գործոնը պետք է հաշվի առնել, յուրաքանչյուրս սխալվելու հնարավորություն ունենք, ինչպես ես, այդպես էլ դուք։ Աշխատանքի ոլորտում հա խիստ եմ, աշխատանքի ոլորտում աշխատակիցների հետ խիստ եմ։ Հաճախորդների հետ ավելի այլ կերպ, ոնց որ ես կարողանում եմ ինձ փոփոխեմ ըստ մարդու, դա տարիներից է եկել, տարբեր մարդկանց հետ աշխատելուց է եկել, երբ որ դու հասկանում ես, թե ինչ տեսակի հետ ես շփվում ու քեզ դարձնում ես այդ տեսակը, որ այդ մարդու համար հաճելի լինի քո հետ շփումը։ Բայց հաճախորդների հետ եւ հումորով, եւ խիստ, եւ որպես հոգեբան, եւ որպես մարզիչ, եւ որպես ընկեր, որտեղ դու ինքը պետքա քեզ վստահի հաճախորդը, եթե քեզ չի վստահում, չի կարող բացվի։ Եթե չի բացվում, դու չես կարող իմանաս ինքը ինչ խնդրի պատճառով, օրինակ, կերավ թխվածքը։ Պետք է այդ ամեն ինչը իմանանք, որ կարողանանք մարդկանց օգնենք։ Մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկը դա ֆինանսն է։ Ցանկալի է աղցանի մեջ պս անել կիտրոնի հյութը ոչ թե գետնի։ Արդեն գետնին էլ կա որոշակիորեն աղցան, կարող ենք տեսնել։ Մի քանի բան էլ եթե լինի գետնի, կարելի է նստել գետնին ու վայելել։ Ֆինանսական կողմը ամենաշատն է հետաքրքրում եւ այս բան այս հարցը չեմ կարող ձեզ չտալ։ Թանկ հաճույք է ձեզ մոտ մարզվելը, անձամբ ձեզ մոտ։ Հասեն։ Ես այնպեսի մթնոլորտ եմ ստեղծել ու ծրագիր, որ եթե հաճախորդը մարզվում է ինձ մոտ կամ իմ մարզիչներից որևէ մեկի մոտ, չի բացվում։ Ես հասկանում եմ։ Մեկի մոտ տարբերություն գնանք Vlad Fitness ուժեղ տղաներին խնդրենք բացեն։ Ընդհանրապես տարբերություն չկա։
բայց կան մարդիկ, որ ասում են, չէ, հստակ քո մոտ ենք ուզում մարզվենք։ Ինձ մոտ մարզվելը այս պահին անկեղծ կլինեմ, որ քաղաքում ամենաթանկ արժեքն է։ 12 մարզում է 300,000 դրամ։ Կան մարդիկ, որ ուզում են, կան մարդիկ, որ չեն ուզում։ Բայց ընդհանուր մեր նիհարեցման ծրագրերը եւ մարզումների ծրագրերը ամենամատչելին են քաղաքում։ Եթե հաշվի ենք առնում արդյունքը եւ տված գումարը ամենամատչելին են։ Ինչ ենք փորձում անել, բացել բալզամիկ քացախը։ Այո, բացել, բայց ինձ թվում է, այս մատերը կտրելու է։ Ոչ, ամեն բան շատ հարթ ընթանում է։ Լավ, ինչով է պայմանավորված այդ գինը։ Դուք ինքներդ խոստովանում եք, որ դա թանկ է։ Շուկայում առկա առաջարկների համեմատ նկատի ունեմ։ Փորձը, տարիների փորձը, որոշակի ունակություններ, որ շատ մասնագետներ չունեն, առաջին հոգեբանությունը։ Երկրորդը մարդիկ ուզում են քո հետ շփվեն ուղղակի, որովհետև իրանք մոտիվացում են։ Ձայնի տեմբր կա, որ ամեն մարզիչ չունի այդ ձայնի տեմբրը։ Այսինքն իրանք հաճախորդը քեզ պետքա ենթարկվի։ Եթե խնդրեմ որևէ նախադասություն այդ ձայնի տեմբրով կասեք, գնացինք մի հատ արագ։ Կամ գնացեք պարկիկ, էսա եկա։ Չէ որ պրես են։ Իսկ հաճախորդներին հիմնական որ պրես են անում, ասում հիմա գնա պարկի, էսա եկա, մարդիկ հումորով են էլի դրան վերաբերվում։ Չէ, ձայնի տեմբր կա, էներգետիկա կա, որ շատ լցնեմ կասեք, ինձ թվում է գինի եմ լցնում ես այդտեղ։ Դե դուք եք մասնագետը, դուք պետք է իմանաք որքան պետք է լինի չշարաշահենք, չչաղանանք։ Եղավ ժորտ։ Ֆանտաստիկ Կարևորը գեղեցիկը չի։ Լիմոնը պզացրինք։ Այստեղ ծովի աղ ունենք։ Աղը քիչ ենք օգտագործում։ 2-ից 3 գրամ օրվա մեջ, բայց ինձ թվում է շատ լցրեցի։ Մեկ պտղունց։ Մեկ պտղունցը համահավասար է 2 գրամին։ Այստեղ սա լցրեցինք, մնաց մեզ մոտ զեյթունի ձեթը։ Մի քիչ էլ զեյթունի ձեթ։ Ահա։ Հենց անենք հատակին էլ, հա, լինի որ հետո հանգիստ նստենք եւ վայելենք։ Սև պղպեղը ինչի համար է։ Սև պղպեղը, ուրա մեր սև պղպեղը։ Ձեր դիմաց։ Համային արամատ տալու համար։ Ահա։ Մեզ մոտ մառանիկինն է։ Պատկերացնում եք։ Պատկերացնում եմ արդեն։ Որովհետեւ լավագույնն է։ Հա։ Եթե չեք կարողանում բացել, ես կարող եմ ձեզ օգնել։ Ես չեմ հասկանում, ոչ չեմ կարող բացեմ ես։ 30-ից հետո երևի տենց է, հա։ Դուք ձեզ հիմա մեծ եք համարում։ Չէ, որտեղ զբաղվում եմ սպորտով։ Երիտասարդ մնալու ամենակարևոր նախապայմաններից մեկը դա սպորտն է։ Ես չեմ ասում, որտեղ ես այդ բիզնեսով եմ զբաղվում, վաճառք եմ անում, չէ, կարող են մարդիկ տարբեր մարզասրաններում զբաղվել սպորտով, բայց սպորտը երիտասարդացնում է, սպորտը կարգավորում է հորմոնալ շեմը, ստրեսից դուրս է հանում եւ լավ ծանոթությունների վայր է մարզասրան։ Ովքեր ազապ են, չեն գտել իրենց երկրորդ կեսին, գիտես ինչքան մարդ են ամուսնացրել։ Ինչքան։ Շատ։ Բա դուք երբ եք ամուսնանալու։ Դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին։ Գնացինք, հիմա անցանք, սա ուտում ենք։ Սա վերջացրեցինք։ Всё, էս էր մերը, հիմա դետոքս ենք սարքում արագ։ Արժեր հասնել արդյոք աշխարհի ծերը, որ այս համերը հասկանալ, ինչ եք կարծում։ Խորովածը բերում է։ Բերելու են։ Միակ ոգևորող հանգամանքը։ Շատ լավ։ Կտրելու եք, չէ։ Դուք եք հիմա կտրելու ու երևի թե խնձորը։ Անցանք խնձորին, լվացած է։ Այո։ Սա նույն դետոքսն է։ Սա դետոքսն է։ Ես հիմա մի քիչ կարող եմ սենց արագ պատրաստեմ, կլեպները սենց հանեմ կամ չհանեմ, բայց իրականում պետք է հանվի։ Ուրեմն, ինչ է նշանակում դետոքս։ Ես հիմա պատրաստեցի սնունդը, ասենք օրինակ մեր սննդից, որ մենք ուղարկում ենք։ Վլադ, ներողություն եմ խնդրում, այս չափաբաժինը, որը մենք տեսնում ենք, սա քանի հոգու համար է նախատեսված ըստ ձեր մտածած դիետաների։ Եթե սննդակարգը դիետիկ է, այսինքն բարձր կալորիականություն չունի, օրինակ այս չափաբաժինը կարա մի հոգին էլ օգտագործի նույնիսկ նիհարելու ժամանակ, ասենք ժամը 5-ին, ամբողջությամբ սա։ Մոտավորապես 200 Երեկոյան 5-ի մասին է խոսքը։ Երեկոյան 200-ից 300 գրամ օրինակ բանջարեղեն օգտագործի, մոտավորապես այդքան էլ այստեղ կա։ Եվ նիհարի։ Կարևոր օգտագործում ենք 4-ից 5 անգամ սնունդը, հաճախակի, եւ նիհարում ենք։ Միայն սննդով առանց մարզվելու։
Այո։ Միայն ճիշտ սննդակարգով, եթե մարդը սնվի, մարդ կարա նիհարի, ասենք, մինչև օրինակ 8 կիլոգրամ մեկ ամսան մեջ։ Օրինակ այս դետոքս հյութը, որ սարքում եմ ես, 3 օրում 3-ից 5, մարդկա 6-ից 7 կիլոգրամ կարա նիհարի։ Ինչա սրա մեջ գնում։ Մրգեր, Այո։ թեթև սնունդ, սոված մարդ չի մնում։ Հիմա մեզ մոտ օրինակ բանան չկա, բայց կարա նաև պատրաստվի բանանով։ Մի հարց։ Բանջարեղենի եւ մրգերի աճեցման հաստատ իջնելու ենք ներքևում նստենք եւ Խնձորն ընկավ։ Խնձորը կա, սալաթը կա, ամեն ինչը կա։ Բանջարեղենի եւ մրգերի աճեցման ընթացքում բազմաթիվ թունաքիմիկատներ են օգտագործվում, որոնք անզեն աչքով չեն երևում։ Եվ դրանց օգտագործումը կարծում եմ ոչ թե հանգեցնում է առողջ սննդի, այլ լրիվ հակառակը՝ անառողջ սննդի օգտագործման։ Ճիշտ է։ Նայեք, մենք ինչ ենք հաշվում։ Միանշանակ դուք ճիշտ եք, բայց այսօր եվրոպական երկրներում, օրինակ Ամերիկայում ավելի վատ վիճակ է։ Մեզ մոտ Հայաստանում համեմատած բնական է սնունդը։ Մենք այստեղ առողջ սնունդ ասելով հաշվի ենք առնում կալորիականությունը ավելի շատ, որ բարձր կամ ցածր չլինի, այսինքն արագ սնունդ է, թե ածխաջրերը, ինչ ածխաջրեր է մեջ, կամ սպիտակուցներով հարուստ սննդամթերք է, թե ճարպերով հարուստ։ Այստեղ նարինջներ մենք Վլադ կնշեք 3 հիմնական ուտեստ, որոնք շատ օգտակար են եւ 3 ուտեստ, որոնք շատ վնասակար են, ոչ թե ուտեստ, այլ մթերք։ Հացը առաջին հերթին, սպիտակ հացը։ Դա վտանգավոր է թե վտանգավոր է, ովքեր ունեն քաշի խնդիր, օրինակ ունի ավելորդ քաշ, ճարպակալում եւ իհարկե վտանգավոր է։ հաց առաջինը, ալյուր այսինքն։ Ալյուր։ Եվ խմորիչ։ Խմորիչ։ Շաքար, Ահա։ շաքար։ Նայեք, աղը եւ շաքարը քաշի խնդիր ունեցողի համար ճարպակալման խնդիր, վահանաձև գեղձի խնդիր ունեցող, շաքարային դիաբետ, դա ոնց բացատրեմ, մահվան հավասար բան է։ Այսինքն պետքա լինի չափավոր, խիստ հսկված։ Եվ նաև իհարկե կանանց ամենասիրելի սննդամթերքներից մեկը քաղցրը, խմորեղենները, բայց դրա ելքն էլ կա, այսօր մարդիկ կարող են պատրաստել դիետիկ։ Խմորեղենի մեջ ներառված է ալյուրը եւ շաքարավազը։ Ինչպես նշեցիք, ամենավտանգավոր բաները։ Ամեն ինչը, եթե չափավոր օգտագործվի, մարդը քաշը կպահի։ Նիհարելու համար տենց չի, ամեն ինչ չափավոր չպետք է լինի, հստակ սննդակարգ պետք է լինի, ոնց որ մարդը ուզենա թողնի ծխելու, ասի դե ստացնեմ մի հատ երկու հատ, չի լինում։ Ինձ միշտ ասում են, ինչ է խիչ սննդակարգի հարցով, մարդիկ կարող են ամեն ինչ օգտագործել, քիչ քանակի նիհարեն, հա, բայց դա կլինի, ասենք 2-3 կիլոգրամ ամսվա մեջ։ Եթե մարդ պետք է 30 կիլո նիհարի, մի տարի պետք է դիետայի մեջ լինի, իսկ դա շատ բարդ է իրականում։ Վնասակար սնունդը կարծես թե հասկացանք։ Նույն նայեք, մեղրը շատ օգտակար է, մենք հիմա լցնում ենք ու Մեղր, օգտակարներից մեղր։ Մեղրը, բայց եթե մեղրը օգտագործենք մեծ չափաբաժնով, մենք կավելացնենք մեր քաշը։ Ուղղակի։ Մնաց 2 օգտակար մթերք նշել։ 2 օգտակար մթերք, այս սովորությունն է դարել։ Բարեխորշակ։ Հա։ Մեսի սենց։ Մտածում եք այս պահին 2 օգտակար ուտեստի անուն հիշել, մթերքի անուն հիշել։ Մրգեր, ցիտրուսներ հիմնականում եւ օգտակար Եվ բանջարեղեն։ Չէ, միս բանջարեղեն, մրգեր, միս բանջարեղեն, կատնամթերք։ Այս 4 տեսակի սննդամթերքը, եթե չարաշահում ես, եթե իհարկե ժարի տարած չի լինում, խնդիր չես ունենում գեղեցիկ կազմված կորցնելու։ Ունենալու, ոչ թե կորցնելու։ Գեղեցիկ կազմված ունենալու, ճիշտ եք։ Վլադ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ մի փոքր մեր մասին, իսկ մենք հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու սեղանի շուրջ, որովհետև այլևս ոչինչ չունեք, չէ՞ անելու։ Հա, ասես միացում ու անջատվում է։ Բարի։ Վլադ ջան, բա լիմոնը ընկերս։ Որ լիմոնը։ Լիմոնը։ Դե։ Ճիշտ։ Բա ջուրը ասես։ Բա ջուրը։ Սենց է ուղարկում մարդկանց։
սկսել ջուր չենք դրել։ Կռանդից թե սենց։ Կռանդից լցնենք։ Չէ, ինչ ես լցնելու ուղակի ասա, ջուր եւ կիտրոնի հյութ, ճիշտ Ջուր է։ եւ կիտրոնի հյութ։ Բարի, բարի։ Մնաց թուրինջը եւ կիտրոնը վլատ։ Այո։ Դե մեզ բարի ախորժակ, չգիտեմ ինչքանով է սա բարի կամ առավել եւս ախորժակ, բայց ամեն դեպքում։ Ընտիր, արդեն տեսքից նիհարում եմ, համել իմ հետ սազում են, այ։ Սազում է, սազում։ Սազում։ Ջուրը, չէ՞։ Նենց է տխուր նստել, ոնց որ տխուր սեղանի ենք։ Հա ինչ անենք, սալատ, հա, ասենք դետոքս սոկ է, էլի։ Խորովածը բայց գալիս է մի մորից։ Լատ, մենք սեղանի շուրջ ենք, բայց չգիտեմ ինչու, բայց ամեն դեպքում շնորհակալություն, որ համաձայնեցիք մեզ համար պատրաստել, ուղղակի մի հարց։ Երկու ամանով է մատուցված, որոնցից մեկը առանց համեմունքների եւ առանց բալզամիկ քացախի, մեկը ճիշտ հակառակը։ Ինչու։ Ավելացավ մթերքը, որոշեցիք երկու ափսեով մատուցել։ Ես զգացի, որ դուք էսա սոված եք մնալու, ինձ հետո ասեք սկզբը նորմալ ուտելիք չսարքեք։ Խնդրում եմ անուններ առաջարկեք ձեր պատրաստած ուտեստների համար ու սկսենք վայելել։ Նիհարացնող սալատ կամ եթե դուք ինձ թվում է, հա, անհամ սալատ, հա։ Մեզ բարի ախորժակ, շնորհակալություն, անցնենք համտեսելուն։ Շատ լավն է, Ինչ-որ կոնկրետ։ Իդեպ, բայց դեպքը շատ լավն էր։ Հատուկ ուտելու ձև կա, թե ով ոնց հասցնի։ Ոնց հասնի։ Սալատները շատ համով։ Շատ, ես չեմ կասկած։ Ես չեմ հարցնում քեզ, որովհետև համով է ինքը։ Կարած չասես, շատ համով է, չէ՞։ Ընտիր։ Աննկարագրելի։ Շնորհակալություն, Վլադ։ Ձեզ էլ Մյուս անգամ ավելի ուրախ առիթներով հանդիպենք։ ավելի ուրախ սեղանի շուրջ։ Այո։ Շատ լավ։ Մենք քո մեղքը չենք գալիս։ Բա մենակ ապրելն էլ սենց բան է։ Բայց Բա մի հատ կնիկ չլներ, բայց ռուկոլայով, բանով, չերիով, սարքեր, դներ։ իսկ խորովածը ուշ կբերեն։ Խորովածը այնտեղ է։ Հոտը չես առնում։ Չէ, բերել են, հավաքի։ դե լավ էլի, վլա դե ասա էլի։ Խորովածը։ Տանջում ես որ ինչ։ Սպասի, ուր է խորովածը։ Վլադ իրականում հանուն արդարության պետք է ասեմ, որ այնինչ պատրաստել եք համեղ էր, ուղղակի մեզ համար էր անսովոր, մենք սովոր չենք առողջ սնվելուն, բայց երևի թե վերանայենք մեր որոշումները եւ սկսենք առողջ սնվել։ Շնորհակալություն ձեզ, որ մեզ մոտ արտնացրեցիք այդ զգացողությունը։ Ասենք ձեզ մարզասրահում։ Շատ բարի։ Շնորհակալություն ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն եւ ցտեսություն։ Աջողություն։ Սոված մարդկանց հետ էս ինչ բարդ է։ Սովը դա նորմալ մարդկային զգացողություն է։ Եթե դու երբևէ չես սովածանում, մի հատ տես բժիշկները ինչ են ասում։ Բայց խոզի մի սետ տվեցինք ձեզ։ Չես տվել։ Չեմ տվել։ Չէ։ Խափեցի ճանապարհից։ Այո, բայց մենք չենք գնացել։ Դե եկեք, լավ։ Տես։ Սա կոչվում է արդեն անկոչ հյուր էր, բայց միևնույնն է, մինչև չուտենք չենք Մտան գնալ։ առանց բոշի բան։ Ոնց առանց ոչինչ բան, այդքան քեզ նվերներ էինք բերել։ Հա, լավ նվերներ էր։ Ասա։ Հա։ Դա ասում եմ։ Մի հատ խոզի միսն ինչա չես ուզում։ Մինչև վեր ձգում եմ, մինչև էս պահը։ Կարտոշկի պլեջ էլ կա։ Նորմալ է։ Մի պատմի։ Պատմելով ոչինչ չի փոխում։ Սենյակում։ Իրականացրու։ Սպասես հա։ Շատ լավ է։ Այս։ Սա սկսում է ինձ արդեն դուր գալ։ Արդեն հետաքրքիր է։ Այո։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։
Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.